Արդեն սկսվել է ամանորյա եռուզեռը ու աշխարհի գրեթե ամեն անկյունում պատրաստում են ամանորին ու Սուրբ Ծնունդին։ Իսկ որտեղից են գալիս նոր տարին նշելու ավանդույթներն ու ամանորյա ինչ հետաքրքիր սովորույթներ կան աշխարհում։ Տոնակատարության մասին ամենավաղ հիշատակումները թվագրվում են Քրիստոսից առաջ մոտ 2000 թվականով եւ գալիս են Բաբելոնից, որտեղ նոր տարին հաշվել են Ագիտու ամսվա գարնանային գիշերահավասարից հետո սկսվող նորալուսնից։ Հին եգիպտացիների մոտ տարին սկսվում էր գարնանային գիշերահավասարից եւ կապ ուներ Նեղոս գետի վայրումների հետ։ Հին իրանցիների մոտ եւս տարին սկսվում էր գարնանային գիշերահավասարից՝ մարտի 21-ից։ Հույների մոտ էլ տարեսկիզբը ձմեռային արևադարձին հաջորդող օրվանից են հաշվել։ Տարեսկզբին Միջագետքի բնակիչները կատարում էին ծեսեր, նշում էին Գերագույն Աստված Մարդուկի հաղթանակը ծովային Աստված Թիամատի նկատմամբ, անցկացնում էին թագադրություններ, ծեսերի ժամանակ տեղացիները աստվածներին գոհացնելու համար խոստանում էին մարել պարտքերը, ազատվել չար մտքերից եւ վարել խաղաղ կյանք։ Հռոմեական հանրապետական օրացույցում տարին սկսվում էր մարտի 1-ին։ Հռոմեական օրացույցի առաջին տարբերակը տարին ներկայացնում էր որպես 10 ամսյա ցիկլ, համապատասխան գյուղատնտեսական կարիքներին եւ կրոնական ծեսերին։ Տարին տևում էր 301 օր։ Սկսվում էր մարտ ամսից, որը հռոմեացիները այդպես էին կոչել պատերազմի աստված Մարսի պատվին, եւ շարունակվում էր մինչև դեկտեմբեր։ Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում Ռոմի կայսր Նոմա Պոմպիլիոսի օրոք օրացույցը վերափոխվեց եւ համապատասխանեցվեց լուսնային ցիկլին։ Տարին երկարաձգվեց 50 օրով, որոշ ամիսներ կարճացան եւ դրանց հանրագումարից կազմվեցին նորերը՝ հունվարը եւ փետրվարը։ Վերջապես մեր թվարկությունից առաջ 47 թվականին Հուլիոս Կեսարը հրավիրեց հայտնի աստղագետ Սոսիգենեսին նոր օրացույց մշակելու համար։ Վերջինս առաջարկեց տարին դարձնել մինչև 365 օր, յուրաքանչյուր 4 տարին մեկ լրացուցիչ օրով։ Մեկ այլ նորամուծություն էր յուրաքանչյուր տարվա սկիզբը հունվարի 1-ը հռչակելը։ Հունվարի 1-ի գաղափարը կապված էր Յանուս Աստծուն մեծարելու հետ, որի պատվին էլ կոչվեց նորամիսը։ Ըստ հռոմեական լեգենդների Յանուս Աստվածն ուներ երկու դեմք, որոնք թույլ էին տալիս նրան միաժամանակ նայել դեպի ետ անցյալ եւ դեպի առաջ ապագա։ Ուստի նա մարմնավորում էր եւ հին տարվան հրաժեշտը եւ նորին դիմավորելը։ Հուլյան օրացույցը քրիստոնեական աշխարհում մնաց հիմնական օրացույց մինչև 1582 թվականը, երբ կաթոլիկ երկրներում այն փոխարինվեց Գրիգորյան օրացույցով, որը ներդրեց Ռոմի պապ Գրիգոր 13-րդը։ Հենց Գրիգորյան օրացույցի ընդունմամբ էր, որ հունվարի 1-ը հաստատուն կերպով դարձավ որպես նոր տարվա առաջին օր։ Այդ ժամանակ էլ նրա տոնակատարության ավանդույթները սկսեցին ավելի հստակ ձևավորվել։ Մարդիկ կարծում էին, որ նոր տարում արված առաջին ցանկությունները իրականանում են, ուստի ընդունված էր միմյանց նվերներ տալ, որպեսզի տարին հաճելի անակնկալներով սկսվի։ Օրինակ Իսպանիայում ամանորյա մի ավանդույթ կա, որի ժամանակ ժամացույցի 12 զանգերից յուրաքանչյուրի հետ պետք է ուտել խաղողի 1 հատիկ։ Այս սովորույթը գալիս է դեռևս 19-րդ դարի վերջերից։ Ֆրանսիայում ձմեռ պապը նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին եւ նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։ Շվեդիայում ամանորից առաջ երեխաներն ընտրում են լույսի թագուհուն Լուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում եւ գլխին վառվող մոմերով թագ է դնում եւ նվերներ է բաժանում երեխաներին։ Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը Հին տարին է։ Նա քայլում է տնետուն եւ երեխաներին հետաքրքիր ծիծաղելի պատմություններ է պատմում։ Կուբայում ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում եւ կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Ճապոնիայում ամանորի գիշերը զանգերը 108 անգամ խփում են։ Ըստ լեգենդի այդ զանգերը 6 չարիքներին՝ շլատությանը, հիմարությանը, բարկությանը, թեթևամտությանը, անվճարականությանն ու նախանձին քշելու համար են։ Իսկ հին հայկական ավանդասրույցներում ամանորին նվիրված բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան։ Ըստ պատմական տվյալների վաղ ժամանակներում հայերը նոր տարի նշել են մարտի 21-ին, գարնանային գիշերահավասարի օրը, երբ բնությունը սկսում էր իր զարթոնքը։ Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը կամ օգոստոսի 11-ը եւ տևել է մինչև սեպտեմբերի 9-ը։ Ըստ ավանդության Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ բելին եւ ազատել է իր տոհմն ու հետնորդներին ստրկությունից։ Ենթադրաբար դա տեղի ունեցել մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին։ 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք որպես նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, համապատասխանեցվելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ։ Հայկական մշակույթում տոնի տարբեր անուններ են հիշատակվում՝ ամանոր, տարեմուտ, տարինգլուխ, նոր տարի, կաղանդ, կաղինդ, կալոնտար, կալանտար ձևեր։ Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, խլվլիկ, կաղ կամ կաղ անուններով։ Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի
30-31-ին ամանորյա խմորեղեն պատրաստելով։ Խմորեղենի մեջ ամենագլխավորը տարի հաց, կրկենի, դովլատ կրկենի, կլոճ, փուռնիկ եւ այլ անուններով հայտնի ծիսական հացներ։ Հացի մեջ որևէ նշան էր դրվում կորիզ, լոբի կամ ուլունք եւ ավելի հաճախ նաեւ մետաղադրամ։ Ըստ մատենագիտական նյութերի հնում տարի հացը բաժանել են 12 մասի, իբրև 12 ամիսների խորհրդանշան։ Բաժանել են նաեւ տան բոլոր անդամների թվին համապատասխան։ Հաճախ բաժին են հանել նաեւ տան կենդանիներին, արտին, հանդին։ Շատ տեղերում թխում էին մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին ասիլ, բասիլ կամ վասիլ։ Սրանք խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին, նարիին եւ Արա Գեղեցիկին։ Մարդակերպ հացիկների աչքերի, բերանի եւ ձեռքերի մասերում չամիչներ էին դնում։ Թխվելու ընթացքում դրանց ուռելը կամ սմքելը դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում են միմյանց տոնը։ Նոր տարվան նախորդ գիշերը կանայք եւ երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը եւ ջրի մեջ շաղ էին տալիս սերմեր, պտուղներ կամ թրջում էին ծիսահացերում։ Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից մեկ ակնթարթով ոսկի է հոսելու եւ աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել։ Նոր տարվա նախորդ օրն ու դրա գիշերը 10-ից 12 տարեկան տղաների խմբերը շրջայց էին կատարում համագյուղացիների տները։ Նրանք երգելով տնետուն էին մտնում կամ երթիկից դատարկ տոպրակ իջեցնելով ավետում էին տարվա ավարտը, նոր տարվա գալուստը։ Երգերի միջոցով գովերգում էին ընտանիքի անդամներին, տունը, հղում էին բարեմաղթանքներ եւ թվում իրենց սպասելիքները տանտերից։ Երբեմն իրենց սպասելիքները արտահայտում էին Գալանտոսի, Հարսի, Նորի անունից, որոնք նոր տարվա ծիսական կերպարներն էին։ Տան մեծ մամերը իրենց ամանորյա ծառի մոտ դրված չաթալի կողքին դնում էին իրենց մեծ մոմը։ Երեխաները ավազով կամ հողով փորձում էին այն հանգցնել կամ մեծ մամից մոմը չհանգցնելու համար քաղցրավենիք էին պահանջում։ Այսպիսով ամանորյա ծեսերը աշխարհի տարբեր երկրներում ունեցել են մեկ մեծ խորհուրդ՝ ճանապարհել հինն ու ընդունել նորը։ Մեկնաբանություններում կիսվեք ամանորյա ձեր սովորույթներով եւ հետևեք Ռենեսանսին հետաքրքիր բացահայտումների համար։